Դե այսօր մեր բանակի կազմավորման տարեդարձն է Լեոնիդ, պետք է բնականաբար սկսենք այս կետից։ Ուզում եմ հարցնել, ինչ փոխեց վերջին պատերազմը Հայաստանի ռազմական բալանսում։ 2020 թվականի նկատի ունեք իրադարձություն պատերազմը փոխեց նա, որ ունեինք դիսբալանս եւ ինքը ավելի ընդլայնվեց, որովհետեւ համ տարածքային լուրջ կորուստներ եղան, բացի դրանից մարդկային եւ զինտեխնիկայի լուրջ կորուստներ եւ նույն ժամանակ Ադրբեջանը այդ չափի կորուստներ օրինակ զինտեխնիկայում չունեցավ եւ ինչ էլ ունեցավ մի քիչ կարողացավ կոմպենսացնել այն զինտեխնիկայով օրինակ պաշտպանական բանակի Ղարաբաղի, որը կարողացավ իրեն վերցնել, որը բավականին մեծ քանակի էր այդ 2020 թվականին։ Դրանից հետո մենք ունեցանք բավականին ծանր 2 տարի, ամենածանր երևի Հայաստանի պատմության մեջ ամենածանր 2 տարիներից, մեկ էլ երևի 90-ականների սկզբում այդպես ծանր ժամանակներ եղել, որտեղ փորձեցինք շարունակել Ռուսաստանի հետ եւ 2021 թվականին ամռանը օգոստոսին հայտնի է, որ բավականին մեծ ցանկով պայմանագրեր ստորագրվեցին Ռուսաստանի հետ, որ այդ բալանսը փորձել մի քիչ վերականգնել, բայց տարբեր քաղաքական պատճառներով եւ նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով գրեթե շատ սահմանափակ կարողացանք ապրանք ստանալ այդ պատվերներից եւ անցանք լրիվ ուրիշ մի մոտեցման 2020 եւ առաջացավ հապկի պատմությունը։ Այո, ես կասեի, որ այդ ամեն ինչը մի կոմպլեքս է, որովհետեւ համ զենքը չի գալիս, համ հապկից ասենք ճիշտը որ ասենք, չեսիմ երևի շատ բարձր ակնկալիքներ շատերս չունեինք, բայց համ 1, համ 2, համ 3 համ ստացվում է, որ ոնց որ դաշնակիցը նեյտրալ է մնում, իսկ պետություններ կան, որ ոչ դաշնակից են, ոչ որևէ հապկի հետ այդ հարաբերությունը մեզ խանգարել է, հետո է պարզվել։ Մենք այլ ռազմամթերք ձեռք բերելու այլ աղբյուրներ ունենայինք։ Այո, նաև դա եւ ստացվեց, որ այդ եմ ասում, ստացվեց, որ կա Ռուսաստան հապկ, որը պայմանագրով ամենամոտիկը պետք է լինեն, բայց պարզվեց, որ հերուն իրանց դրսևորեցին ավելի քիչ բարեկամական, քան ասենք Հնդկաստան, ԱՄՆ, չգիտեմ, Լեոնիդ, հիմա այդ հայ-ադրբեջանական ռազմական դիսբալանսը ինչ մակարդակի վրա է, մենք ուր ենք գնում, նրանք ուր են գնում։ Վերջին տվյալներով Ադրբեջանը նորից ավելացնում է ռազմական ծախսերը։ Այո, պետք է նշել, որ 2026 թվականի բյուջեն բավականին չնչին ավելացումով է 2025 թվականի իրանցը 25 թվականի հետ կապված, մերը ավելի ցածր է, քան 2025-ին։ 1.7 միլիարդ դոլար մոտավորապես այս տարի էր, 1.4, 1.5 2026 թվականին է։ Ստեղ երկու երկիրն էլ լուրջ աճ են ունեցել վերջի տարիներում, եթե Հայաստանի դեպքում դա մեծ մասամբ կապված է տնտեսության լուրջ աճի հետ, որ հնարավորություն է եղել այս 1.7 միլիարդը կամ 1.5 միլիարդը ունենալ, դա գրեթե 3 անգամ աճ է համեմատած նրա հետ, ինչ որ եղել է մինչև 2021 թիվ։ Եվ Ադրբեջանում մի քիչ ուրիշ մոտեցում է, իրանց բյուջեում չունեն այն գումարը, որ հիմա ծախսում են, ասենց ասենք, եթե կարելի է այդպես ձևակերպել, 5 միլիարդ համարյա դոլար է 26 թվականի ռազմական բյուջեն, որից 3.5-ը իրանց բյուջեում կա, 1.5-ը ոնց որ բանից է, նավթային իրանց ֆոնդից է եւ տարբեր ուրիշ այս տարի մեկ էլ հետաքրքիր է, որ կրճատել են բյուջեում գրեթե բոլոր ուրիշ ծախսերը, մենակ ռազմականը, որ մի քիչ կարողանան ավելացնեն, այդ իրանք այնպես բաներ առաջ չէին։ Նպատակը հասկանալի է։ Նպատակը ինձ թվում է մի քանի նպատակ կա, այստեղ առաջինը
Կարծում եմ, որ մինչև հիմա Ադրբեջանում ահագին մարդիկ կան եւ նաեւ երևի ղեկավարությունում, որ հայկական ռևանշից վախում են։ Ասենց ասենք, ուզում են այնքան տարբերություն ցույց տան միշտ, որ ոնց որ մոռացեք դա հնարավոր չի։ Երկրորդը ունենալ այդ պատերազմի քարտը մեկը ունենալ բաղկված միտեղ հիմա լավ այսօր 1 տարուց, 2 տարուց, 3 տարուց երևի ոչ մի բան հավանականությունը այդքան էլ բարձր չի, բայց կարող է հանգարց մի օր գա, որ ինչ-որ հնարավորություն ունենանք եւ, չգիտեմ, փորձենք ինչ-որ մի բան էլ ստանանք։ Եվ երրորդը դա հիմա էլ ինչքան ավելի այդ դիսբալանսը մեծ կարողանան պահեն, այնքան իրանք միշտ ավելի ուժեղ խոսք են ունենալու տարածաշրջանում ինչ-որ հարցերի շուրջ քննարկումների ժամանակ։ Երևի երեքը իրար հետ էլ գոյություն ունի։ Շատ բան։ Եթե մի փոքր հետ գնանք, ես գոնե իմ հանդիպումները մեր պաշտպանունակության պատասխանատուների հետ փաստում էր մի բան, երբ որ հարցնում էիր, ասենք պաշտպանության նախարարին ժամանակին մինչև 2020 թվականը, թե Ադրբեջանը զինվում է այս զինատեսակներով, մենք ինչ ենք անում, մենք ասում էին, մենք այդ զենքերի հակակշիռն ենք ձեռք բերում։ Այսինքն դու հարցակողական, մենք այդ հարցակողականին պատասխանելու զենք ենք ձեռք բերում։ Չգիտեմ դա այդպես էր թե այդպես չէր, պատերազմը երևի այլ բան ցույց տվեց, մենք ինչպես էինք պատրաստում։ Բայց հիմա ինչ ենք անում այդ հակակշիռը պահպանելու համար։ Հիմա ինձ թվում է կարելի է երկու փուլի բաժանել, առաջի փուլը սկսվեց 2022-ի աշնանը, սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ որ պետք էր ամեն ձևի վերականգնել գոնե ինչ-որ այն կորուստները, որ կար 20 թվականի պատերազմից հետո եւ բացերը, եւ սեղանին շատ առաջարկներ էլ Հայաստանում ունեն, հենց այդ առաջի փուլը մեծ մասամբ Հնդկաստանի հետ է կապված։ Արագ այտենց տարբեր կատեգորիաների զենք ու զինամթերք, երևի առանց շատ պլանավորում եւ երկար պլանավորում, բայց ուրիշ ճանապարհ այդ պահին չկար։ Հիմա այդ ժամանակ հրետանային միջոցների մասին էր մեծ քանակի գնում խոսքը, հակաօդային պաշտպանության եւ շատ ուրիշ տարբեր վերջերս հրթիռների մասին խոսեց Հնդկաստանը։ Դա այդ այն ժամանակվա գնումը, որը հիմա ստանում ենք, հա, եւ 25 թիվը եւ մասամբ 26 թիվը հենց այդ ամենաինտենսիվ վերազինումն է ստացվում, որովհետեւ այն պատվերները, որ արվել էին, ամենաինտենսիվ հիմա սկսել են գալ եւ անցած տարի։ Նույնն էլ հետո ֆրանսիական գործոնը ավելացավ բավականին արագ, իսկ հիմա մենք արդեն գրեթե ազատ շուկայում ենք գտնվում շատ ավելի շատ պետությունների հետ հնարավորություն։ Հա, ազատ շուկայում մենք կարծես թե ընտրել ենք հնդկական ուղղություն։ Դե մենք այն ժամանակ ընտրություն էլ չունեինք, բայց համել Հնդկաստանը եղավ այն բարեկամ պետությունը, որը այդ ամենամեր համար դժվար ժամանակին ասաց, որ մենք ինչ ուզում եք ձեր հետ պատրաստ ենք աշխատել։ Կարճ է թե ասենք։ Ադրբեջանը հասկանալ է իսրայելական ուղղությունն է, իսկ հիմա ավելի է խորացնում այդ ռազմական դաշինքը։ Այս ուղղությունները իրար հետ մրցունակ են։ Դե Հայաստանի պարագայում հիմա ստացվում է, որ մենք արդեն իմ կարծիքով կարանք ԱՄՆ-ի հետ էլ քիչ-քիչ սկսենք աշխատել, օրինակ այս 2026 թվից ինձ թվում է մենք կարող ենք սկսել զուտ ռազմական տեխնոլոգիա դաժե Ամերիկայի հետ աշխատել։ Իսկ ես կարամ ասեմ, որ հիմա Հայաստանը գոնե երևի մի 6-7 երկրի հետ հնարավորություն ունի արդեն աշխատելու ու մեծ մասամբ դա եվրոպական երկրների մասին է խոսքը։ Բայց բալանսը խախտված է։ Խախտված է բնականաբար եւ մեր խնդիրը ինչու է դժվար, որովհետեւ գնացքը արդեն շարժվում է եւ ահագին առաջ է անցել, ես Ադրբեջանի մասում ու չի կանգնում էլի, ինքն էլ է, չէ, շարունակում վերազինվել։ Մենք էլ պիտի հասնենք ունենալով ավելի քիչ ռեսուրսներ, այդտեղ միակ ձևը հասնելու այ իսկականից փորձել այդ հակաազդեցիչ տարբեր տեխնոլոգիաներից օգտվել, որը նշում էին, որ նախկինում այդ ասիմետրիկ լոգիկայով են աշխատել, ամենակարևորը ավելի էֆեկտիվ ծախսել այն
ռեսուրսները, որ մենք ունենք, ու պետք է նշել, որ այո, մեր ռեսուրսները ահագին ավելի քիչ են Ադրբեջանից, իսկական բանակի բյուջեն Ադրբեջանի մոտավորապես 4.2 միլիարդ է, մնացածը ուրիշ ուժային կառույցներինն է, ստացվում է, որ մոտավորապես 3 անգամ տարբերություն ունենք, այդ թվերի մեջ աշխատել հնարավոր է, եթե լինենք ավելի էֆեկտիվ։